Կենտրոն և Նոր Քմարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանն այսօր հրապարակեց Վերնիսաժի աղմկոտ գործով դատավճիռը։ Դատապարտել ազատազրկման 5 տարի 6 ամիս ժամկետով Ներսես Հովհաննիսի Մերկորյանին ճանաչել մեղավոր քրեականոնց գրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի առաջին կետով և դատապարտել ազատազրկման 2 տարի ժամկետով Վալերիկ Սամվելի Հովհաննիսյանին ճանաչել մեղավոր քրեականոնց գրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի առաջին կետով և դատապարտել ազատազրկման 3 տարի ժամկետով։ Հրապարակված դատավճռից դժգոհ մնաց միայն գործի քննության ընթացքում տուժողից կարճ ժամանակ անց մեղադրյալի կարգավիճակում հայտնված Վալերի Հովհաննիսյանի հայրը։ Նա լսելով որդու դատավճիռը վրդովված հեռացավ դատանի դահլիճից, իսկ արդեն դատանի բակում լրագրողների հետ զրույցում հայտարարեց, որ դատարանը կաշառված է, իսկ Գոռո Առաքելյանի պատիժը շատ մեղմ է։ Չասկտա դատախազի տավին ես ինչ խաղերը, մեր շոկներով փողեր է բաժանվում, ես ինչ սապլեգություն է եղնում ստեղ, հերերն անիծելու եմ, բաժանել են ովուզը մեղնի ամբողջ պետությունը չասկտես, սապլեգություն է տիրում ես երգիրը, պարկև է դրում թող տային։ Հիշեցնենք, որ Վալերի Հովհաննիսյանը Վերնիսաժի կրակոցներից հետո կալանավորվեց անմիջապես հիվանդանոցից և քրեակատարողական հիմնարկ տեղափոխվեց Պատգարակով, աղիքները կախված վիճակում։ Դրանից հետո նա մի քանի անգամ վիրահատության է ենթարկվել և առաջիկայում էլ ևս վիրահատություն է նախատեսված։ Սակայն դատարանն այդ հանգամանքը հաշվի չառեց։ Ընդ որում նշենք, որ դատանը Վալերի Հովհաննիսյանի նկատմամբ ավելի խիստ պատիժ կիրառեց, քան նրա համար պահանջել էր գործով մեղադրող դատախազը։ Ավտոյի մեջ ունես կանգարած եմ վրեն, ինչ է կատարում, էդիկ ինչ է։ Երկու անգամ վիրահատվել է, մի նորից վիրահատության կարիք ունի, որը մի հանել ենք վիրահատենք։ Աստորեն այդ հանգամանքը դատարանը չի։ Դու դատարանը կաշառված է, ինչ հանգամանք հաշվի առնի, կաշառված է դատարանը։ Մենակ դատարանը չէ, ով կաշառի չի դուք ինձանից լավ գիտեք։ Սամվել Հովհաննիսյանը նշեց, որ անպայման բողոքարկելու են դատավճիռը և ինքը գործի իրական հանգամանքները ջրի երես է հանելու և մեղավորները խմբակային պատասխանատվության են ենթարկվելու։ Սոնա Հարությունյան, Արթուր Ղարամանյան, Առաջին լրատվական։